Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվ Հակոբովնյան ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, որովհետև ունեմ շատ սպասված հյուրեր, եւ ասեմ, որ նրանց ես շատ երկար եմ սպասել, ու չի կիմանա գրոպեն նրանց, բայց այս պայնաստ ֆորմատի պետք է շնորհավորմորվա բոլոր օբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսաոլվակ, ասեմ, որ տեսաոլվակի տաղանդավոր երաժիշտը ինչ-որ չափով կապ ունի այսօրվա իմ հյուրերի հետ։ Կարող եմ ասել ամենամեծ կապն ունի, իսկ ում մասնի խոսքը կիմանաք հենց հիմա։
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ մոտ նստեցին, ձայնը բարձրացրեցին, շատերն են ուզում են հասկանալ ճիշտ է թե ոչ, բայց ասեմ իմանաք, իմ մոտ, իմ տարիների, այսպես ասած, աշխատանքային գործունեության մեջ ոչինչ չի փոխվել։ Ես նախ սիրում եմ ներկայացնել նրանց սաներին, հետո ղեկավարությանը։ Իսկ հարգանքնես այս պահին իմ տաղանդաշատ ընկերոջը, պարոն Դաբաղյանին, որովհետև նա ինձ ասեց ձին, ես գալիս եմ ընդամենը մի քանի օրից, բայց ուզում եմ քեզ մոտ տաղավարում լինեն իմ տաղանդավորները։ Իսկ ես մեծագույն սիրով նրանց պետք է ներկայացնեմ, որով նրանք արդեն համարվում են ժառանգորդներ։ Եվ այսպես, ինձ մոտ տաղավարում են Նարեկ Խանզատյանը եւ Թաթուլ Համբարձումյանը արդեն տաղանդաշատ երաժիշտներ, բարի օր տղաներ ջան։ Եթե դուք նոր եք իմանում այս թեմայի մասին, ես կարող եմ եթերում բարձրաձայնել դեռ տարիներ առաջ, երբ կար օրը ցերեկով ձինայդ նախագիծը 2010, 11, 12 թվականին, ես ինչքան էլ ձեր ղեկավարին, այսպես ասած, հա, մեծին, պարոն Դաբաղյանին ինձ մոտ տաղավար հրավիրում էի, ասում եք Գևորգ ջան, ինչ կլինի, մյուս շաբաթ կլինի քո սաները կան ինձ մոտ, որովհետև ես ուզում եմ նաև ծանոթանալ բոլոր այն նոր սերնդակիցների հետ, ովքեր որ պրոֆ տարբերակով սկսում են գնահատել գործիքը եւ ներկայացնել իմ ամենասիրած գործիքը։ Դուք արդեն հասկացաք, հարգարժան հեռուստադիտողներ, որ տղաները ինձ համար հաստատ մի բան պատրաստել են, բայց մենք սկսենք ամենասկզբից։ Ես ուզում եմ իմանալ ձեզ հետ առանձին շփվելով եւ ձեր տարիքը եւ ինչքան ժամանակ է դուք տիրապետում եք դուդուկին։ Մենք 18 տարեկան ենք։ Երկուսս, այո։ Լավ։ Ես դուդուկ սկսել եմ նվագել 8 տարեկանից։ Թաթուլ դու։ Ես 4 տարեկանից նվագում եմ դուդուկ։ Ես գիտեմ, որ տենց մի թեմա կա, որ փոքրերին չեն թողում, չէ՞, սկզբում ինչ որ տենց կարողանում եք դնել բերանին ու ինչ որ ձայներ հանել, բայց չփչել։ Թոքերի վրա, ասա, տենց դա ճիշտ եմ լսել թե ոչ։ Եղել է տենց բան, բայց կռվով ընդունվել ենք երաժշտական դպրոց։ Հետո եւ փաստով դուրս է գալիս բավական երկար տարիների փորձ ունեք։ Այո։ Նարեկ ջան, ուզում հասկանալ դու գնացել ես ինչ-որ ստուդիա, դպրոց, հետո նոր կոնսերվատորիա։ Չէ, ես գնացել եմ Էմանուել Հովհաննիսյանի մոտ, Էմանուել Հովհաննիսյանի մոտ եմ սկսել դուդուկ սովորել։ Ընդունվել եմ Սպենդիանի անվան երաժշտական դպրոց, այնտեղ ավարտել եմ։ Ահա։ Հետո արդեն ընդունվելով Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, վարպետի մոտ, Գերդաբաղյանի մոտ, արդեն շարունակել ենք սովորել։ Էլի նույն դասանից ենք եղել, Չայկովսկի ավարտել ենք, հիմա էլ կոնսերվատորիա։ Դաբաղյանը ընդամենը եթերն է նայելու, հիմա մեր կողքը չի, կարող ենք մի քիչ բան բացել։ Շատ խիստ է իմ ընկերը։ Ընդհանրապես չէ։ Բացատրումա չէ, լի տենց հանգիստ, անջատած, ցածր ձայնով, բացատրումա։ Հանգիստ։ Որ ասում տար, հա, կա տենց բան։ Այո։ Կա։ Շատ լավ։ Ես գիտեմ, որ շատ ձեր նման երիտասարդ երաժիշտներ ուղղակի հպարտանում են, թե ով է իրենց, այսպես ասած, ուսուցիչը։ Պայման։ Իսկ հնարավոր ինչ եք մտածում ավարտելուց հետո ինչ ապագա է ձեզ սպասում, դուք որոշել եք։ Թաթուլ, ինչ ես որոշել։ Ինչ ես ուզում մեծ համերգային ծրագրեր, թե անհատ, չգիտեմ, կատարող մտածել ես։ Ну, մտածել եմ, որ անհատ կատարող ու մեծ բեմերի հասնենք։ Ինձ թվում է Նարեկը նույնպես sense է մտածում, որ մեծ բեմերի հասնենք։ Իսկ հիմա լինում է դեպքի Տիրանափողը հնչեցնենք ամբողջ աշխարհում։ Ապրեք։ Ես մեկ էլ մի բան գիտեմ։ Ընդհանրապես երբ որ շրջապատում առիթ է լինում ու բարեկամությունը, հարազատությունը, չգիտեմ, ընկերները որ գիտեն, դուք տիրապետում եք ամենասիրուն գործիքին, չեն ասում լսի կարող է գործիքը քո հետ մի հատ նվագես։ Արդեն միշտ։ Միշտ չէ։ Իսկ այն լացածնող երաժշտությունից են ուզում թե պարային, էդ էլ անկեղծ ասեք։ Կախված տարբեր մարդիկ, տարբեր ձև։ Ու տրամադրության։ Այո։ Շատ լավ։ Իսկ լինում են դեպքեր, որ դուք պարոն Դաբաղյանին ուղակի զարմացնում եք ձեր ընտրած երաժշտությամբ։ Եղել է տենց դեպքեր։ Չէ։ Ինչ սովորացնում է, տանում ենք։ Այդ անում եք հետո բա կողքից։ Բայց վարպետը համել մեզ ասում է, որ պետք է մենք մեր կարծիքը ասենք թե երաժշտության մեջ, թե կյանքում եւ փորձում ենք նորություններ անել, հանձնում ենք վարպետի դատին, ինքը արդեն ասում է լավ չի եւ արդեն աշխատում ենք։ Իսկ թիմով մեծ եք, ուզում եմ հասկանալ, շատ եք, քանի ուսանող եք։ Չենք հաշվել։ Հապաստան շատ եք, գնաց չի քիչ եք։ Հա։
Հա, շատ լավ։ Մոտ 10-20։ Ես վերջի ժամանակատվածում մի տեքստ էլ լսել, ասում են կան գործիքներ, որոնք անցնում են կարմիր գիրք։ Դե Փառք Աստծո, մեր դուդուկը դեռ առաջատարն եմ, դա հոլը նույնպես վստահ եմ, դաշնամուրն էլ, այդտեն ասում են կոմերցիոն գործիքներ են, ներողություն եմ խնդրում վարպետից, բայց այդպես է, էլի, ինչ ուզում է լինի։ Իսկ եթե, չգիտեմ, լինի հնարավորություն, որովհետև դուք ինձ չեք կարող խաբել, այդպես լինելու է։ Ինչքան էլ մեծ բեմ լինի, ես վստահ եմ դուք ունենալու եք առաջատեր օրինակ բենդեր, որտեղ դուք աշխատելու եք նաև, հա, առաջարկներ արդեն կան, կողքից լսում եք, ունենում եք, կան։ Իսկ փորձել եք համագործակցել, թե պարոն Դաբաղյանը դեռ դեմ է։ Չէ, ընդհանրապես։ Ընդհակառակը դեմ չի։ Իսկ բաց դաշտը, թե արդեն դուք երկուսդ էլ գրաված եք, ձեզ տարել են։ Դեռ փորձում ենք, չգիտեմ, ամենտեղ աշխատում։ Ինչի՞ ասում, որովհետև հիմա ինձ ընկերներս դիտում են, ու շատերն են պաշտում նոր սերնդին, ասում են նրանք մի տեսակ ուրիշ նյուխ ունեն, միշտ այդ տեքստն են ասում։ Պարոն Դաբաղյան, կներեք, որ եթերից այսպես ասած արդեն ձեր տղաներին գործի եմ ուղարկում, բայց ես սիրում եմ, երբ որ նոր սերունդը իր երաժշտական է, որ ասում է ունակությունները նաև մեծ առիթների ժամանակ է։ Դե մենք էլ այդ ժամանակ ենք այդ մարդկանց լսում, որովհետև հիմա լուրջ ծարավ կա համերգների։ Իսկ դուք փորձել եք նաև մի տեքստ էլ ասեմ, ուզում եմ անպայման նվագեք, էլի։ Ես հիմա վերջերս շատ եմ նկատել, որ աղջիկներն էլ են ձեր շարքերում։ Ունեք դուք։ Այո։ Շատ են։ Շատ չեն։ Պարոն Դաբաղյանի մոտ մի աղջիկ կա, Լորետան, ով էլի շատ սիրուն դուդուկա նվագում։ Հա, ես ունեմ երգչուհի ընկերուհի, որը եւ երգում է, եւ օգտագործում է, հա, դուդուկը նվագում է, որը շատ սիրուն է լինում։ Աղջիկների մոտ մի քիչ դժվար է լինում, նվագելը կապված բերանի տենց։ Հա, ապարատի հետ կապված, հա։ Բայց ոստորեն խոստումնալից աղջիկներ կան էլի։ Շատ լավ, իսկ դուք ինձ համար կատարումներ նախապատրաստել եք։ Այո, իհարկե։ Ես այս պահին ուզում եմ նախ առաջինը ավելի մոտ նստել բոլոր այն հեռուստադիտողները, ովքեր հիմա ասում են Զինա դու ջուր ես ծեծում։ Ուզում ենք տղաները նվագեն։ Եվ եթե դուք մեկ-մեկ եք նվագելու անհատական, շատ լավ, այնպես որ տվյալ պայն Նարեկը ձեզ համար հաճելի կատարմամբ հանդես կգա։
Եվ այսքանից հետո ինձ մի հարց է հետաքրքրում ու ամփոփենք միասին, հա։ Ընտանիքի անդամներից կան երաժիշտներ, որ ժառանգությամբ կաշլեկթել, դուք եք մենակ ընտանիքում կան։ Չէ, նվագող չունեն։ Մոտ չկան։ Դեր ընտանիքում եղել են տենց, բայց ոչ պրոֆեսիոնալ էլի տենց խորացված։ Շատ լավ։ Իսկ դուք ձեր ցանկությամբ եք գնացել ընտրել դուդուկը, թե տնեցիքը էլի փոքր ժամանակ Մեր ցանկությամբ։ Ձեր ցանկությամբ, այդ շատ կարևոր է։ Իսկ Թաթուլը մեզ համար պատրաստել է թեմա։ Այո։ Բնականաբար այնպես որ տվյալ պայն ամփոփենք հենց այս թեմայով եւ շնորհակալ եմ ձեր համեստության համար, որ ասում եմ ես խոսեցի, ես պատասխանեցի, իրանցից ասում էր ուղակի այո ոչ ասելը միշտ է այդպես եղել։ Տաբաղյանի սաները երբ ինձ մոտ տաղավար են եկել, չկա մեկին, որ ես առանձնացնեմ, ճիշտ ամենաշատը սիրում էի Նորայրին Գաբոյան, որը միշտ ինձ մոտ տաղավարում եղել, Աստվածտա չծերանա։ Եվ տարիներ հետո դուք ինձ մոտ տաղավարով լինել են, որ լինեք արդեն ավարտած տղաներ, ինչու ոչ նաև բենդերով լինեք կամ թիմակիցներով հարգանքներս ձեզ ապրեք, պահեք այդ դիրքերը միշտ։ Իսկ այսքանից հետո էլ ամփոփումը հաճելի երաժշտությամբ, մինչև հիմա ձեզ հետ պարոն Դաբաղյանի լավագույն սաներն էին, վստահ կարող եմ ասել դեռ շատ են լինելու ինձ մոտ տաղավարում, եւ իհարկե ձեր Ձինա Հակոբովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում բարին ընձեզ։